Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Թրամփը հայտարարում է ինքնակամ արտագաղթի ծրագիր, ինքնաթիռի տոմս եւ գումար բոլոր միգրանտներին, ինչ հետևանքներ կունենա այս նախաձեռնությունը եւ ում է այն ուղղված։ Ճգնաժամ միջազգային ուսանողների համար օրինական կարգավիճակի զանգվածային չեղարկում, ուսանողները խուճապի մեջ են, համալսարանները շփոթված։ Վտանգի տակ է Հարվարդի միլիարդավոր դրամաշնորհները, կփակվի արդյոք համալսարանի կարևոր գիտահետազոտական գործունեությունը։ Հոլիվուդյան ոճի ավազակություն Լոս Անջելեսում $10 միլիոն զարդերի կողոպուտ, չերկիզվող պահարաններն են անգամ սրբել տարել։ Աուտիզմի տարածվածությունը Միացյալ Նահանգներում կրկին աճում է, նոր տվյալներով ԱՄՆ-ում յուրաքանչյուր 31-րդ երեխան աուտիզմ ունի։ Սան Դիեգոյի փղերը երկրաշարժի ժամանակ փոքրիկներին պաշտպանում են, դիտեք այս հուզիչ տեսանյութը րոպեներ անց։ 300 հոգանոց գրքերի շղթա գրախանութ տեղափոխելու համար, համայնքային ջերմության պատմություն, որը կոգեշնչի բոլորիս։ City Group եւ Bank of America ֆինանսական աճ շուկայի տատանումների ֆոնին Wall Street-ի հսկաները գերազանցել են շահույթի սպասելիքները։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Հիշեք, մեր պարտքն է ամեն օր թարմ տեղեկատվություն հաղորդելը, իսկ ձերը նյութերը հավանելը եւ բաժանորդագրվելը ալիքին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է տրամադրել գումար եւ ինքնաթիռի տոմս ցանկացած միգրանտի, ով գտնվում է Միացյալ Նահանգներում ապօրինի եւ որոշում է ինքնակամ արտագաղթել, ինչպես նաեւ աշխատել նրանց հետ, ովքեր լավն են, որպեսզի վերադարձնի Միացյալ Նահանգներ։ Սա թերևս մի հայտարարություն է, որը որոշ չափով շեղվում է նրա սովորական կոշտ ներգաղթի հռետորաբանությունից։ Թրամփը, որը նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր իրականացնել զանգվածային արտաքսումներ, Fox-ին տրված հարցազրույցում ասել է, որ ներկայում իր վարչակազմի ուշադրության կենտրոնում են մարդասպանները, նրանց արտաքսումը նաեւ ԱՄՆ-ից։ Սակայն մյուսների համար, ովքեր ապօրինի են գտնվում երկրում, նա նախատեսում է սկսել ինքնակամ արտագաղթի ծրագիր։ Թրամփը չի տրամադրել մանրամասներ ծրագրի ժամանակացույցի վերաբերյալ, սակայն ասել է, որ Միացյալ Նահանգները միգրանտներին կտրամադրի ինքնաթիռի տոմս եւ ֆինանսական աջակցություն։ Սկզբում ներգաղթային փաստաբանների ասոցիացիային օրական մի քանի արտասահմանցի ուսանող էին դիմում, որոնք ապրիլի սկզբին պարզել էին, որ իրենց օրինական կարգավիճակը դադարեցվել է առանց նախնական զգուշացման։ Նրանցից եւ ոչ մեկը, իրենց իմանալով, արտաքսման ենթակա հանցանք չէր գործել։ Վերջին օրերին դիմումները հեղեղի պես են հոսում։ Հարյուրավոր ուսանողներ զանգահարում են հայտնելով, որ կորցրել են իրենց օրինական կարգավիճակը եւ փնտրում են լուծումներ։ Միացյալ Նահանգներում համալսարանները շփոթված են տեսնելով, թե որքան արագ ու լայնածավալ է դաշնային կառավարության գործողությունը միջազգային ուսանողների կարգավիճակները չեղարկելու ուղղությամբ։ Վերջին շաբաթներին առնվազն 600 ուսանող ավելի քան 90 համալսարաններից կամ վիզա են կորցրել, կամ օրինական կարգավիճակը դադարեցվել է։ Այժմ կազմակերպությունները հաշվարկել են մոտ 1300 ուսանող վիզա է կորցրել։ Որոշ համալսարաններ ուսանողներին իրենք են ասում լքել երկիրը ձերբակալության ռիսկից խուսափելու համար, իսկ որոշ ուսանողներ մնացել են բողոքարկելով որոշումը։ Համալսարաններ վարչակազմ լարվածության ֆոնին հայտարարվել է, որ սառեցվում է Հարվարդի համալսարանին տրամադրվող $2.2 միլիարդ դաշնային գիտահետազոտական դրամաշնորհները։ Դա ի պատասխան համալսարանի վարչակազմի համալսարանական քաղաքականության փոփոխման պահանջներին դիմադրելու։ Մինչև որոշները ողջունում են համալսարանի դիրքորոշումը ուսանողական ցույցերի դեմ խիստ միջոցներ չկիրառելու եւ ակադեմիական բազմակարծությունը պահպանելու հարցում, մյուսները զգուշացնում են, դրա հետևանքով կարող է վտանգվել կյանքեր փրկող գիտական աշխատանքներ։ Հարվարդը դեռևս չի հրապարակել, թե հատկապես որ դրամաշնորհներն են սառեցվելու։ Հնարավոր է, որ բուհը նույնպես հստակ չգիտի, թե որոնք են թիրախավորված։ Հարվարդի հիմնադրամը $53 միլիարդ ամենամեծն է երկրում, բայց համալսարանի ղեկավարությունն ասում է, որ այն չի կարող օգտագործվել ըստ ցանկության։ Շատ նվիրատուներ հատուկ նպատակներով են փոխանցում այդ միջոցները։ Դրանց մի մասը ուղղվում է միջին եւ ցածր եկամուտ ունեցող ուսանողների ուսման վարձը թեթևացնելու համար։ Նախորդ շաբաթ համալսարանը անգամ հայտարարել էր, որ փորձում է $750 միլիոն վարկ վերցնել Wall Street-ից ծախսերը ծածկելու համար, որպես արտակարգ իրավիճակների պլանավորման մաս։ Հարվարդը տարեկան ընդունում է մոտ 7000 բակալավրիատ եւ 18000 մագիստրոսական եւ դոկտորանտ ուսանողի։ Հոլիվուդյան ֆիլմի սցենար։ Գողերը անցք են բացել բետոնե պատի միջով եւ մուտք գործել Լոս Անջելեսի ոսկերչական խանութ։
Գողոնը նախնական գնահատվում է $10 միլիոն, բայց կարող է հասնել անգամ 20 միլիոնի։ Այժմ ոստիկաններն ուսումնասիրում են տեսախցիկների արձանագրությունները։ Այսօր խանութում աշխատողները ստիպված են եղել մետաղե թիթեղով փակել պատի անցքը, վերանորոգել վնասված տարածքներն ու մաքրել շրջված ցուցափեղկերն ու նետված տուփերը, որովհետև վաճառքի համար ոչինչ չունեն։ Նախնական վարկածով գողերին պահանջվել է 3-ից 5 ժամ, որ ամբողջությամբ մաքրեն խանութը։ Նրանք անգամ ժամանակ են հատկացրել ավելի արժեքավոր իրերի չհրկիզվող պահարանները կողքից անցք բացելու ու ներսում պահվող զարդերը իրենց հետ տանելու համար։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի CDC-ի նոր զեկույցի, այսօր յուրաքանչյուր 31-րդ երեխայից մեկը ԱՄՆ-ում աուտիզմ ունի։ Այս տվյալները հիմնված են 2022 թվականի 14 նահանգներից և Պուերտո Ռիկոյից հավաքագրված տեղեկատվության վրա։ Նախորդ տվյալները 2020 թվականից ցույց էին տալիս, որ աուտիզմ ունի յուրաքանչյուր 36-րդ երեխան։ Աղջիկների համեմատ տղաները շարունակում են աուտիզմով ախտորոշվել ավելի հաճախ, իսկ ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ասիացիների, խաղաղօվկիանոսյան կղզիների, ամերիկյան հնդիկների, ալիասկյան բնիկների և աֆրոամերիկացիների շրջանում։ CDC-ի ուսումնասիրությունները կատարվել է 8 տարեկան երեխաների բժշկական և դպրոցական գրառումների հիման վրա, քանի որ այդ տարիքից առաջ աուտիզմի մեծամասնությունը արդեն ախտորոշված է։ 1990-ականների սկզբում աուտիզմի տարածվածությունը կազմում էր ընդամենը 1 երեխա 10,000-ից, 2018-ին այն արդեն եղել է 1-ը 44-ից, իսկ 2020-ին 1-ը 36-ից։ Առողջապահական պաշտոնյաները այս թվերը բացատրում են ավելի լավ հայտնաբերմամբ և ախտորոշմամբ։ Աուտիզմի համար չկա ոչ արյան, ոչ կենսաբանական թեստ, այն ախտորոշվում է երեխայի վարքագծի գնահատման հիման վրա։ Հետազոտողները շարունակում են որպես հնարավոր պատճառներ դիտարկել ժառանգականությունը, հոր տարիքը, մորքաշը կամ շաքարախտը հղիության ընթացքում, քիմիական նյութերի ազդեցությունը։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ աուտիզմը կարող է լինել մի քանի գործոնների համակցություն՝ կենսաբանական նախատրամադրվածություն, որին հաջորդել է որոշակի տոքսիկ ազդեցություն։ Եվ հուզիչ, եւ կարևոր ինքնապաշտպանական ռեակցիա։ Սան Դիեգոյի կենդանաբանական այգում փղերը շրջապատել են փոքրիկներին երկրաշարժի ժամանակ նրանց պաշտպանելու համար։ 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ կենդանաբանական այգում գտնվող փղերն անմիջապես գործի են անցել, հեռվանալով նախ եւ առաջ շինություններից, ապա կենտրոնում շրջապատել են փոքրերին, պաշտպանելով նրանց։ Գեղեցիկ պատմություն համայնքային ուժի մասին։ Միչիգանի մի փոքրիկ քաղաքում բնակիչները ձևավորել են մարդկային շղթա եւ օգնել տեղական գրախանութին տեղափոխել իր 9100 գրքերը մեկ առ մեկ դեպի նոր սրահ, որը գտնվում էր ընդամենը 1 փողոց հեռու։ Գրքերի շղթան կազմված մոտ 300 մարդու կողմից շարված էր 2 շարքով՝ Չելսի քաղաքի կենտրոնական մայթի երկայնքով եւ ձեռքով փոխանցվում էր յուրաքանչյուր գիրք գրախանութի հին հասցեից։ Գրախանութի տնօրեն Միշել Թալպինը կարևոր նկատառում է արել. Սա կօգնի ընթերցողներին վերադառնալ գրադարան։ Մարդիկ երբ գրքերը փոխանցում էին, ասում էին՝ «Սա դեռ չեմ կարդացել» կամ «Սա լավ գիրք է, նորից կկարդամ մեծ սիրով», ասել է խանութի տնօրենը։ Նրա խոսքով ամբողջ գործընթացը տևել է 2 ժամից էլ քիչ։ Մինչդեռ տեղափոխման ծառայություն վարձելիս հազարավոր գրքեր պետք է տուփերով նախ փաթեթավորեին ու հետո նորից դասակարգեին, իսկ այսպես գրքերը հետ են վերադարձել գրադարակներ, այբենական կարգով։ Չելսիում ապրում է մոտ 5300 մարդ եւ տեղացիները քաղաքը նկարագրում են որպես համայնք, որտեղ բոլորը հոգ են տանում միմյանց մասին։ Այսօր 2 Wall Street-յան բանկեր ներկայացրել են ուժեղ ֆինանսական հաշվետվություններ առաջին եռամսյակում շուկաների տատանման պայմաններում ստացած օգուտների շնորհիվ։ Citigroup-ը եւ Bank of America-ն գերազանցել են առաջին եռամսյակի շահույթի կանխատեսումները բաժնետոմսերի առևտրի ակտիվության շնորհիվ։ Citigroup-ի բաժնետոմսերն աճել են մինչև 4%, 23% բարձր բաժնետոմսային առևտրի եկամտի ցուցանիշի շնորհիվ։ Bank of America-ի բաժնետոմսերը աճել են մինչև 5.5%, գրանցելով ավելի քան 10 տարվա լավագույն ցուցանիշը շուկայական եկամտի տեսանկյունից։ Չնայած շահույթների աճին, բանկերի ղեկավարները զգուշացրել են, որ ԱՄՆ-մաքսային քաղաքականությունը շարունակում է ստվեր գցել տնտեսական հեռանկարների վրա։ Citigroup-ի ֆինանսական տնօրենը նշել է, որ անորոշությունը ճնշում է գործադրում աճի կանխատեսումների վրա եւ հավելել. «Բանկը մեծացրել է վարկային կորուստների ապահովագրության գումարը»։ Սակայն նրա խոսքով վարկառունների ուշացումների մակարդակը դեռևս մնում է կանխատեսելի շրջանակներում։ Bank of America-ի ղեկավարներն էլ ընդգծել են, որ իրենց հետազոտական խումբը ներկայումս չի կանխատեսում ռեցեսիա եւ հաճախորդները շարունակում են ցույց տալ խթանող ակտիվություն։ Սակայն նրանք եւս նշել են մաքսային քաղաքականության շուրջ առկա անորոշությունը եւ դրա ազդեցությունը տնտեսության ապագա ուղու վրա։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։